Օգտագործված հագուստը սովորաբար նվիրում ենք կարիքավորներին, օգտագործում կենցաղային գործերում, սակայն վերջում դրանք հայտնվում են աղբամանում։ Տեքստիլ թափոնները Հայաստանում հիմնականում չեն տեսակավորվում, սակայն կան մասնավոր նախաձեռնություններ, որոնք զբաղվում են այս թափոնների հավաքագրմամբ և դրանցից նոր իրերի պատրաստմամբ։ Հայաստանում արդեն շուրջ 6 տարի Սուսաննա Աբրահամյանը ստեղծել է Լաթե բնապահպանական հասարակական կազմակերպությունը, որը տեքստիլի թափոնին երկրորդ կյանք է տալիս, ստեղծելով նոր հագուստներ, մինդարներ, խաղալիքներ, նկարներ։ Այս աշխատանքներում ներգրաված է ավելի քան 30 կին։ Մեր նպատակն է ցույց տալ, որ տեքստիլի թափոնը դա ռեսուրս է, տեքստիլի թափոնը հին հագուստը պետք չի դենքցել, այդ ամենը կարող է դառնալ շատ գեղեցիկ արվեստի գործ կամ ինչ-որ մեկի համար լինի ֆինանսների հնարավորություն։ Մեր համայնքը, սկսենք համայնքից, համայնքը դա կանայք են, մեր հիմնական շատ կարևոր խնդիրը դա կանանց աջակցել այն կանանց, որոնք որ այլևս չեն աշխատում կամ նույնիսկ եթե աշխատում են, կարող են ունենալ զուգահեռ աշխատանքին զուգահեռ նաև ֆինանս։ Տիկին Սուսաննայի բնակարանը վերածվել է տեքստիլի թափոնի հավաքագրման կետի։ Մարդիկ այստեղ բերում են հագուստ, կտոր, կոճակներ, պայուսակներ։ Հանձնվող իրերի մեջ հաճախ հանդիպում են պիտանի հագուստներ, որոնք Սուսաննան իր թիմի հետ բաժանում է կարիքավոր ընտանիքներին։ Վերամշակման է գնում վնասված ու կրելու համար անպիտան հագուստը, որից ստեղծվող մինդարների մասին տիկին Սուսաննան ասում է. Մեր տատիկները մինդարներ էին կարում և այդ մինդարները ստեղծվում էին փոքրիկ մանր կտորիկներից, հին հագուստից և այդ մինդարները տաքացնում էին տունը իրանց գույներով։ Մենք ոնց որ գնացինք մի քայլ ավել և սկսեցինք ոչ միայն մինդարներ, այլ ամեն ինչ ստեղծել, բայց մտածել գույների մասին, ստեղծել արվեստ, որպեսզի այդ ամենը լինի, նույնիսկ չերևա, որ թափոնից է ստեղծված։ Լաթեն տարեկան շուրջ 2 տոննա տեքստիլ թափոնի նոր կյանք է տալիս։ Այդպիսով որոշակիորեն կրճատվում է աղբավայր ուղղվող տեքստիլ թափոնի ծավալը, որում պարունակող արհեստական նյութերը վտանգավոր են։ Տեքստիլը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք որ նույն պլաստիկից են ստեղծված, թելերը շատ անգամ բնական չեն, կտորը պարունակում է արհեստական թելեր և դա համատարած է համարյա և դա նույնպես ցույց է տալիս խնդիրը։ Եվրոպայում արդեն ընդունել են օրենք, որ արտադրողը իրավունք չունի իր արտադրանքը, որը որ չի վաճառվել, վառի կամ վերացնի, որովհետև դա վնասակար է բնությանը։ Տիկին Սուսաննայի նախաձեռնած գործունեությունն ամբողջությամբ տեղավորվում է շրջանաձև տնտեսության տրամաբանության մեջ։ Հայաստանը քայլեր է անում ներդնելու շրջանաձև տնտեսություն։ Աջակցության դեպքում Լաթեն կարող է տարեկան 25 տոննա տեքստիլի թափոն հավաքագրել։ Քաղաքապետարան դիմել եմ մեկ անգամ, դեռ չունեմ ոչ մի պատասխան, որովհետև ինձանից սպասում են բիզնես պլան, թե ինչպես եմ ես պատկերացնում, ինչ տարբերակով եմ ես ուզում համագործակցել։ Իսկ իմ տարբերակը կլիներ, եթե մենք միասին բացեինք վերամշակման կենտրոն, հավաքագրման և վերամշակման կենտրոն, քանի որ ես արդեն 6 տարի դրանով զբաղվում եմ և կարող եմ օգտակար լինել իմ գիտելիքներով և ունակություններով, դա կբերեր, եթե ես կարողանում եմ իմ փոքր հնարավորությունների սահմաններում 2 տոննա տարեկան փրկել, փաստորեն մինչև 25 տոննա մենք կարող ենք փրկել։